Թուրք-ադրբեջանական դուետը պատրաստվում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, որքան էլ զարմանալի թվա Լավրով-Բայրամով սիրախաղի այս օրերին, սա այնքան էլ անհիմն տեսակետ չէ ու բոլոր երեքն էլ Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը դեմ չեն հակառակորդի դեմ օգտագործել Հայաստանի հետ հարաբերությունները, ավելի ճիշտ փաստը, որ այդ հարաբերությունները փորձում են ինքնուրույն կարգավորել։ Ողջույն, ես Նորայր Հովսեփյանն եմ, սրանք հիմնական թեմաներն են, որոնց մասին խոսելու ենք այսօր, բայց մինչ հիմնական թեմաներին անցնելը շնորհակալություն եմ հայտնում YouTube-յանի Մալիքի հին ու նոր բաժանորդներին, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, սիրով հրավիրում եմ։ Իսկ այս նախաձեռնությանն աջակցելու համար շնորհակալություն Հիվան Ավանեսյանին։ Եվ այսպես Ceyhun Bayramova Ռուսաստանում է, Ադրբեջանի արտգործնախարարը Մոսկվայի մեկնել 3 տարվա ընդմիջումից հետո, չնայած երկարատև ընդմիջմանը հանդիպել են նախկին սիրեկանների ջերմությամբ, Լավրովն անգամ հուզվել էր, Բայրամովն էլ իր կողմից ստանդարտ սիրո խոստովանություն ուներ։ Լսենք նրան։ Гостеприимство, оказанное членам нашей делегации. Я считаю, что такие контакты, они представляют важную платформу и для обстоятельного обсуждения всего спектра двусторонних азербайджано-российских отношений. Вы сегодня уже отметили. Ռուսաստան և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան և Բաքուն հաջողությամբ իրագործում են 2022 թվականին ստորագրված Դաշնակցային փոխգործակցության հռչակագրի ներուժը, իսկ ինչ է նախատեսում այդ կարծեմ 43 կետանոց փաստաթուղթը։ Մեզ ավելի հետաքրքրող թեմաների մասով այն նախատեսում է կողմերի միջև ռազմաքաղաքական և ռազմական համագործակցության խորացում, համատեղ զորավարժություններ, զինված ուժերի փոխգործակցության ընդլայնում և փորձի փոխանակում, նախատեսում է զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը, ներառյալ սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումը, արդիականացումը, վերանորոգումը և որոշ արտադրատեսակների համատեղ կազմակերպումը։ Հռչակագրում նշվում է, որ անհրաժեշտության դեպքում կողմերը կարող են քննարկել միմյանց ռազմական օգնություն ցուցաբերելու հնարավորությունը ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային պայմանագրերի և իրենց ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում։ Սա ինքնաբերաբար փոխադարձ պաշտպանության պարտավորություն չի ստեղծում, այլ խոսում է նման հնարավորության քննարկման մասին։ Կողմերը պարտավորվում են չգործել միմյանց դեմ նաև երրորդ երկրների միջոցով, սա հատուկ նրանց համար, ովքեր կարծում են, թե Հայաստանում գտնվող ռուսական բազան ինչ-որ պահի կարող է գործել, եթե Հայաստանի վրա Ադրբեջանից հարձակում լինի։ Մի հետաքրքիր կետ էլ կա, փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը շարունակելու են աջակցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացմանը, որոնք վերաբերում են տարածաշրջանային կայունությանը, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Մոսկվայում Լավրովը Բայրամովին մեկ անգամ էլ է հիշեցրել Մոսկվան այդ մասով պայմանավորվածությունները չի մոռացել։ Քննարկվել է նաև 3+3 ձևաչափով տարածաշրջանային հարթակում հանդիպելու հեռանկարը, դա արդեն Ադրբեջանի սրտով չէր, Բաքվին էլ հետաքրքիր չի այս գործընթացներին Ռուսաստանի մասնակցությունը։ Ամեն դեպքում Բայրամովը գրեթե բառացի ասել է, որ Մոսկվայի միջնորդության կարիքը այս հարցում Բաքուն չի տեսնում։ Процессы, которые произошли в контексте нормализации между Арменией и Азербайджаном, включая парафирование проекта мирного соглашения, создают уникальную возможность для долгосрочного установления мира, безопасности и процветания в нашем регионе. В ходе обсуждения я проинформировал уважаемого коллегу о восстановлении на освобожденных территориях, о процессах реконструкции, строительства, возвращения на освобожденные территории бывших вынужденных переселенцев, а также элементы, связанные с текущим моментом в процессе нормализации между Арменией и Азербайджаном.
С уверенностью можно сказать, что де-факто мир сегодня между Арменией и Азербайджаном существует. В свою очередь, те позитивные инициативы, мирные инициативы азербайджанской стороны, которые мы осуществляем, включая укрепление доверия, они серьезно ускорили и привнесли большой позитивный вклад в процесс нормализации между Азербайджаном и Арменией. Եթե առանց դիվանագիտական գունազարդումների, իդեպ նույն Բայրամովի խոսքում էլ այդ գունազարդումները այնքան էլ չկային, Բայրամովը գրեթե բառացի ասաց, դե եթե փաստացի խաղաղություն է, էլ ինչ միջնորդության մասին է խոսքը։ Սա էր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում Մոսկվայի հավանական դերակատարության վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը լավ է դա, թե վատ, դատեք ինքներդ հասցեատերը Լավրովն էր, նա այդ մեսիջը ստացավ, թե ինչ հետևություններ կան եւ ինչպես կպատասխանի, վստահ եմ կտեսնենք առաջիկայում։ Քանի որ տարածաշրջանային երկրների ջերմության թեմային մի թեթև անդրադարձանք, դրա ամենաթարմ դրսևորումներից մեկի մասին պատմեմ։ Ռուսաստանը Իրանի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում, չեք հավատա Հայաստանի պատճառով։ Մոսկվայում կասկածում են, որ Իրանը վերաարտահանում է հայկական ծաղիկները դեպի Ռուսաստան։ Ռոսելխոզնադզորը դիմել է Իրանին խնդրելով ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստան արտահանման համար նախատեսված ծաղիկների բուսասանիտարական հավաստագրերի տրամադրումը։ Գերատեսչության հայտարարության համաձայն իրանական ծագմամբ ձևակերպված ծաղիկներն արտաքին տեսքով եւ փաթեթավորմամբ նման են Հայաստանից ներկրվող ծաղիկներին, որոնց ներմուծումը Ռուսաստանն արգելել է, հիշեցնեմ, այս տարվա մայիսի 22-ից։ Մի տեսակ շատ հաջող Բայրամովի Ռուսաստան կատարած այցի ու Ռուսաստանին փաստացի տարածաշրջանից դուրս հրավիրելու օրը թուրքական աղբյուրներում բավական ակտիվ տարածվեց տեղեկություն, որ Թուրքիայի առևտրի նախարարությունը տեխնիկական փոփոխություն է իրականացրել մաքսային դեկլարացիաներում եւ այսուհետ հնարավոր կլինի ուղղակի նշել Հայաստանի պաշտոնական կոդը 077 երրորդ երկրների միջոցով իրականացվող ներմուծման, արտահանման եւ տարանցիկ գործառնությունների ժամանակ։ Չեմ ասի, թե դա դարակազմիկ երևույթ է, ինքը տեխնիկական թեմա է, բայց անգամ մանրուքները թուրքական աշխարհում շատ խորհրդանշական բնույթ են կրում ու պատահական չեն հրապարակ դուրս բերվում։ Թուրքիայում դատարանը ձերբակալել է Ստամբուլի հայկական գերեզմանատանը վանդալիզմի գործողության մեջ կասկածվողին, սակայն նրա ցուցմունքները դեռ չեն հրապարակվել։ Հայտնի չէ, թե ինչն է նրան դրդել վանդալիզմի, հաղորդում են թուրքական աղբյուրները։ Միջադեպից հետո քրդամետ ընդդիմադիր ժողովուրդների հավասարություն եւ ժողովրդավարություն կուսակցության ներկայացուցիչը Մեջլիսին առաջարկել էր խորհրդարանական հետաքննություն սկսել երկրի քրիստոնեական գերեզմանատներում տեղի ունեցածի վերաբերյալ։ Նա նաև հարցում էր ուղարկել ներքին գործերի նախարարություն, պահանջելով պարզաբանումներ ատելության հողի վրա կատարված հանցագործությունների վերաբերյալ, դրանց հետաքննության եւ կանխարգելման թեմաների շուրջ։ Դիմումի տեքստում նշված են հայերի, հույների, ասորիների եւ քրիստոնյա այլ համայնքներին պատկանող գերեզմանատներում, տաճարներում եւ պատմական շենքերում վանդալիզմի դեպքերին։ Մասնավորապես հիշատակվում են Սուրբ Խաչ դպրևանքի հայկական դպրոցում, Գալֆայան դպրոցում եւ այլ վայրերում տեղի ունեցած միջադեպերը, որոնք այդպես էլ պատշաճ կերպով չեն բացահայտվել։ Հույս թե այս անգամ վանդալիզմի հեղինակը իրական պատիժ կկրի, գրեթե չկա, բայց այս դեպքում էլ ավելի կարևորը խորհրդանշականությունն է ցույց տալը, որ Թուրքիայում հայկական թեմաներից չեն խուսափում։ Տարբեր թեմաներով խոսակցության դուռը բաց են պահում, իսկ խոսակցությունը կարող է տևել տասնամյակներ, թեկուզ եւ էական ոչինչ չտալով։ Մի խորհրդանշական լուր էլ Հունգարիայից, այդ երկրի կառավարությունը հետաքննություն է սկսել նախկին արտգործնախարար Պետեր Սիարտոյի դեմ Ռուսաստանի հետ ունեցած կապերի պատճառով։ Հունգարիայի վարչապետը նախկինում մեղադրել էր Սիարտոյին ռուսների հետ դավադրության մեջ եւ խոսել նրա կողմից հնարավոր պետական դավաճանության մասին։ Այս տարվա մարտին հրապարակվել էր ձայնագրություն, որտեղ Սիարտոն իր ռուս պաշտոնակցի մեծ լավ հայտնի Սերգեյ Լավրովի հետ քննարկում էր Եվրամիության պատժամիջոցների հետ կապված կոնֆիդենցիալ հարցեր։ Վարչապետը հաստատել է գործը ներառում է
արտաքին քաղաքականությանը վերաբերող պետական գաղտնիք պարունակող բազմաթիվ փաստաթղթեր։ Հիմա կասեք ինչն է խորհրդանշական, դե սկսենք հիբրիդային պատերազմի թեմայից, որի դեմ պայքարը միայն փաստորեն Հայաստանում չի արդիական։ Մյուս կողմից մենք էլ ունենք նախկին բարձրաստիճան գործիչներ, որոնք պաշտոնապես կամ ոչ այնքան պաշտոնապես մեղադրվում են Ռուսաստանին Հայաստանի մասին հետաքրքիր տեղեկություններ փոխանցելու մեջ։ Ինչպես տեսնում ենք եւ կատարողների եւ նրանց նկատմամբ գործող իշխանությունների մոտեցումների հարցում ակնհայտ նմանություններ կարելի է գտնել առանց լուրջ ջանքերի։ Այս թեմաներին վերադառնալու առիթ կարծում եմ առաջիկայում եւս կունենանք, մինչ այդ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։